Դե առաջին քայլը մեղադրյալ ներգրավելն է, հետո արդեն կհաջորդի կալանքը։ Հիմա պարտադիր չէ, ես խելոք պահել ինչ կարիք ակա։ Խելոք պահել ասելով ինչ եք հասկանում։ Երբ որ հրավիրեն գնան ներկայանա, ինչ ուզեն տան, տրամբալական հարց կարող առաջանա մարդկանց մոտ։ Բա ուր է այս մարդ փողերը։ Ուրը ձեր անձնական կյանք էին մտել, ձեզ արդեն կներեք նույնասեռական էին ներկայացնում։ Նույնասեռականի մոդայք չի։ Ինչպես կրթությունը։ Ինչպես նորաձև։ Կրթությունը նորաձև, նույնասեռականությունը նորաձև չի։ Այսինքն դուք ես իրական Հայաստանի տեսլականին եք դեմ եղել։ Իրական Հայաստանի տեսլականը ես դեմ չեմ։ Ես դեմ եմ այդ տերմին անընդհատ շրջանառությամբ ես դնելու ինչ նշանակում իրական Հայաստան։ Ինքը Փաշինյանը իրան սպառել է այդ իմաստով, որպես քաղաքական ոչինչ, որպես բարոյապես, ֆիզիկապես, հոգեպես ինքը մաշվել է։ Բայց հիմա արդեն իր հետագա իշխանության մնալը վտանգավոր է պետականության համար։ Ինչ կա հակասություն իմ ուսուցների մեջ։ Ես ինքս հիմա ունեմ ծրագիր, որպես պետք է սարսը լուսվի։ Ինչպես։ Իր ծրագիրը չի իրականացնելու Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, առանցքի շուրջ գտնվող քաղաքական ուժերի հետ։ Իսկ փոշմանել եք ժամանակին, որ դաշնակցության հետ ձեր ջրերը մի առվոս չեն հոսել։ Դաշնակցության մեջ էլ ասենք, այն ժամանակ էլ շատերին ասում էին, բանա Հովիկը սենց, առանձանեն սենց, պեղադարան սենց, հետո իրակ որոնը դաղա միլիոնատ է, ես էլի նույն հովիկը աղալվել եմ, հիմա միատի տեկով բնակարան ունեն, ոչ մեկին չի տեսել, ազգային ժողովի ճաշարանում հաց ուտելուց, որևէ մեկին որևէ ռեստորանում չի տեսել, որևէ մեկին Եվրոպաներում չի տեսել, որևէ մեկին դնոց մի չարաջ ասեցին, միակ շատ լավ գիտեն, բայց այդ բավուր է, ոնց է, համայք։ Չեք գտնում, որ որպես միջև վերջերս իշխող թիմի մասնիկ եղած պատգամավոր պետք է հանրությունից ներողություն խնդրեք կորուստների համար, Արցախի կորուստի համար, այլ կորուստների համար, որ ունեցանք։ Եթե դուք ներողություն խնդրեք Արցախի կորուստի համար, ես ասաբերը ներողություն խնդրել։ Ես պատրաստ եմ, ամեն մեկս մեր մեղք ունենք։ Լոս Անջելեսում ապրող հայությունը ներողություն խնդրի, Ռուսաստանում ապրող հայությունը ներողություն խնդրի, ես ինդիկատիվ շարքային մեր հայրենակիցներ են, կներեք շարքային եմ ասում, վաղ ես հետ եմ շարքային, հետո ես էլ ներողություն խնդրեմ իմ մասում։ Զոհված ինձ ծնողների հետ միջադեպ էր եղել Եռաբլուրում, որին նաև ես էի այնտեղ ներկա։ Գոնե այդ օրվա համար զղջում եք։ Ոչ։ Ինչի պիտի զղջամ, երբ որ սրիկա երիտասարդ կազմակերպել է այդ ամենը։ Ես տնօրենից ներողություն եմ խնդրել, ես տնօրենը արվելս մար ժամանակ ասել է, որ որևէ բան մտածված չի եղել իր կողմից, ինքը շարունակել եմ ասել, պնդել, որ դա եղել է կազմակերպված։ Եվ հետո գիտեք կներեք, էլի մենք Այնտեղ կազմակերպված ոչինչ չկար, ես այնտեղ եմ եղել, պարոն Աղազարյան, ես այնտեղ եմ եղել։ Կազմակերպված չի եղել, աշխարհի անեծքը թոթափի իմ ընտանիքի գլխին։ Եթե կազմակերպված չի եղել, եղավ, հականակ ոչինչ չեմ ասում։ Եթե կազմակերպված չի եղել, աշխարհի անեծքը թոթափի իմ եւ իմ ընտանիքի գլխին։